Իմ հետևում ես ամբողջը Աթենք քաղաքն է։ Լավ էլ արևը ընկած է։ Ես այնեն սիրուն հագնվել էի տոնական բան Աթենքի այդ քարերի վրա։ Հա։ Հունական տեսքով իմ։ Դա գլխիս ես դրել է ես հյուսկը։ Առավոտյան ժամը 6-ն է։ Ու մենք արդեն հասել ենք Աթենք, Հունաստան։ Այո, որ մեծ նավահանգիստ է ու շատ նավեր են կանգնած։ Այս սուրբ քաղաքը հենց դեմն է, Աթենքի մոտ ենք ավելի ճիշտ։ Աթենքից 20 րոպե հեռավորության վրա ենք։ Տեսեք ինչ մեծ նավահանգիստ է, որտեղ արդեն մենք կանգնած ենք ու մեր երկու կողքը հսկա երկու նավեր կան կանգնած։ Այս փողոցը անցնում են ու շենքեր կան, հետաքրքիր է էլի։ Մենք ուզում ենք ստեղից, իհարկե ուզում ենք Աթենք քաղաքը գնանք, ստեղից 20 րոպե հեռու է ու պետք է ինչ-որ մի բան վերցնենք, տաքսի կամ բան ու քաղաքը գնանք։ Առաջի տարբերակը, որ մի քանի հոգով միանանք, վեն վերցնենք, շեր անենք, կիսենք, դի շատ լավ տարբերակ կլներ մեր համար։ Տուրեր պետք է նայենք, կա թե չէ ստեղից, դեպի Աթենք, որ էլի շատ դժվար կլինի, կարծում եմ, ես այս նավերը որ տեսա հսկա կողքի, արդեն վախեցա։ Երբ որ շատ մարդիկ են լինում, շատ նավեր են լինում, արդեն դժվարանում է։ Եվ պետք էր նավից վերցնել այս անգամ։ Բայց տեսնենք, ես միշտ այս բնավորություն ունեմ, եթե հստակ չի իմ ծրագիրը, ես պանիկայի մեջ եմ ընկնում։ Հետո դուրս եմ գալիս, տվյալ իրավիճակում փորձում եմ լուծումներ գտնել։ Առայժմս այսքանը։ Լույսացող հետաքրքիր է էլի, որ նայեք հենց նավը կանգնած է, հենց դիմացը փողոց ու շենքերն են։ Պատկերացնում եք, եթե փոթորիկ լինի, բան լինի, շենքերը կարող են հրիվ անցնեն ջրի տակ, ցունամի լինի։ Ես շատ քիչ եմ տեսել, որ ասենք նավը կանգնում է ու միանգամից անցնում ես փողոցը բնակելի տները։ Գնանք բուֆետ, որտեղ բուֆետը ցույց է տալիս մարդկանց ընդհանուր վիճակը։ Ու բուֆետում մարդկանց նայելով կկողմնորոշվենք ինչ ենք անելու։ Բասեր կային, փաստորեն, մենք չգիտեինք։ Այս դիմացից մարդիկ դուրս եկան այդ նավի ու նստան այս free shuttle բասերը։ Նաև մեր բասերը նստան։ Հենա, հա, այդ շորտեղ նավը սենց բերեց, նավից բերեցին ավտոբուսով, հիմա միջով պետք է անցնենք։ Լավ, ամեն ինչ այնքան շատ արագ եղավ, որ ես չհասցրեցի մանրամասն նկարագրել այս պահը։ Մենք փաստորեն Աթենքի գլխավոր նավահանգստում ենք, Պիրեյ է կոչվում։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։ Տաքսիները իրականում շատ թանկ չէին, մոտավորապես $20 կարգի էր, պլյուս մինուս, բայց ինչպես ամեն մի երկրում, երբ որ շատ նավեր են ստեղ գալիս ու շատ այցելուներ են լինում, տաքսիները սկսում են փող աշխատել, դե դա բնական է, մենք շր վեն վերցրեցինք, մի քանի հոգով միացանք, վճարեցինք այդ մի վենի համար ու այդ վենը մեզ տեղափոխեց դեպի Աթենք քաղաքը, դեպի Ակրոպոլիս։ Ես մի հատ մեծ բաց թողում ունեցա այստեղ, որովհետև Ակրոպոլիսի տոմսերը փաստորեն շատ շուտ սպառվում էին, ես մտածեցի, որ մենք կգնանք, առաջինը կլինենք, ոնց էլ լինի, առավոտվա տոմս կգնենք, բայց սխալվում էի, որովհետև մեր հետ եկած ամերիկացիներից մեկը զգուշացրեց, որ տոմսերը սպառված են, գրեթե չեն լինում, պետք է շուտ առնեիր։ Ես օնլայն փորձեցի առնել, արդեն չկար 12-ի 1-ի տոմսեր էր մնացել։ Մինչև գնացինք հասանք Ակրոպոլիսի տոմսարկղի մոտ, 2-ից հետոյի տոմսերն էին մնացել, որը բնականաբար մեզ հարմար չէր։ Միտեղ վերեց մեր տաքսին, ասեց հելեք վերև, բայց հիմա տոմսը ոնց ենք հայթայթելու, այդ է կարևոր, պարզվում է, որ տոմսը պետքա նախորոք առնեինք, ու մարդիկ գիտեին, մենք ինչպես միշտ, մինչև չենք գալիս, չենք իմանում,
որ այս կանարակ տոմսերը վերջանում է։ Արդեն կասկածում եմ, թե դա ճիշտ ասեց այդ մարդը, կարող է չհասկացա։ Ոնց կարող է տոմսը այսքան հեռու ծախեն իրա տեղից։ Ուզում ենք գնանք Ակրոպոլիս այսօրվա պլանները։ Եթե չկարողանանք մտնել, դրսից կնկարեմ, ինչ անեմ։ Սղում է, մի սղլիկ են էլի քարեր այ մրսես բան կլնես, գրիքները ոնց են սարկել, ամեն ինչ սարկել են հատակի մասին չեն մտածել։ Տես ինչքան վատ է եղել վիճակը, որ քարերի վրա տես փոսեր են արել, որ նավսեցինք սաղ կերազներ։ Ես հենց մի հատ նկար դնեմ, որ դուք պատկերացնեք, թե ինչ սայթաքուն է այս հատակը։ Ասում են, որ Աթենքի Ակրոպոլիսի հատակներն ու արահետները հայտնի են իրենց սայթաքունությամբ, հատկապես հին մարմարն ու քարը։ Դարերի ընթացքում մարդիկ, որ շատ էլ քայլել են վրան, այնքան է հարթացել, որ հատուկ բռնող, չսահող կոշիկներ են պետք ստեղ։ Հետո երբ վերադարձանք նավ, ես իմացա, որ մեր նավից մի քանի հոգի ընկել էին ու բավականին լուրջ վնասվածքներ էին ստացել այստեղ։ Աթենք քաղաքն է մեր դիմաց։ Իմ հետևում էս ամբողջը Աթենք քաղաքն է։ Լավ էլ արևը ընկած է։ Ուրեմն Ակրոպոլիսի տարածքում են գտնվում, այս վերևի բլուրի վրա ամբողջ քաղաքն է երևում, ես քաղաքի ֆոնի վրա, այն կողմում էլ արևը մի քիչ կխանգարի իհարկե, բայց Ակրոպոլիսն է։ Ակրոպոլիսի Արդեն զենց գժական վարձանում են, գնայք։ Առավոտ ժամը 8-ն է։ Հետո ինչ ա լինելու, պատկերացնում եք։ Ակրոպոլիսի ֆոնի վրա նկարեմ։ Լավ կգնանք, ոչինչ, մի քիչ ամեն տեղից։ Այնտեղ մի քիչ կնկարենք, Աթենքից վիդեոներ կունենանք։ Ակրոպոլիսն է կմնա հաջորդ անգամ կգանք։ Ինչ ա եղել, աշխարհի վերջը չի։ Ճիշտ է։ Մեկ այլ ենք գալու եվրոպական տուրերը, ոնց է լինի Աթենքը կընկնի այդ ճանապարհի վրա։ Ես այնեն սիրուն հագնվել էի տոնական բան Աթենքի այդ քարերի վրա։ Հա։ Հունական տեսքովին։ Դա գլխիս էս դրել է ես հյուսկը։ Սիրուն քաղաքան վերևից բլուրից։ Ինչ թվում է, որ իջնենք ագին հետաքրքիր բաներ կգտնենք էլի։ Ամենավերջի վարիանտը ես հիմա իջնեմ ինտերնետս կմիացնեմ։ Հնագույն էլի բան է, անունը դրած են։ Ancient Agora։ Նայես մարդիկ, ես ուշադիր եղել։ Սրանք հատուկ կոշիկներ են եկել։ Սիրուն է հելնում քաղաքը ստեղից, արևը որ սիրուն է անկած։ Չի խանգարում չի։ Այնտեղ ներքևում էլ ինչ որ բան կա։ Ես ինտերնետս եթե շատ նեղվեմ կմիացնեմ սենց դուրսը։ Դե ոնց որ գառնի նման մի բան եմ տեսել, սպասի նայենք, էս ինչ է, այս տեսար։ Գառնի նման։ Դու ո՞րտեղից կարաս ասես, քարտեզ քեր որտեղից։ Այսը երևի չրճ է, ինչ ես կարծում, հա, Խաչավուր է, ուրեմն եկեղեցի է, գրված է,
Այս եկեղեցին հենց գտնվում էր Ակրոպոլիսի տարածքում, եկեղեցու անունը ինչքան կարդացի ինտերնետում, Աթենքի Քրիստոսի պայծառակերպության մետամորֆոս եկեղեցի է, 11-րդ դարի փոքրիկ պատմական բյուզանդական եկեղեցի է, հետաքրքիր որմնանկարներ ունի, մեջը մենք չկարողացանք մտնել, փակ էր, ընդհանրապես ասում են շատ հաճախ փակ է լինում հանրության համար։ Ես մի քանի նկարներ, որմնանկարները մեջի ինտերնետից գտա, հիմա կդնեմ, գնայեք։ Ակրոպոլիսի մոտակայքում ենք, սենց ներքևի փողոցներով ման ենք գալիս, ոլորապտույտ նեղ փողոցներ են, ինչ հետաքրքիր բան տեսնում ենք, նկարում ենք։ Այդ արևի դիրքից կախված շատ լավ է հերնում վիդեոները։ Աթենքի հռոմեական ագորան է, շուկան է այսպես ասած, տոմսը մոտավորապես չեմ հիշում 11-12 դոլարների կարգի էր, եվրոների, շատ մեծ տարածք չէր, բայց քանի որ ճանապարհին էր մեզ, մտանք, տեսնենք ինչ կա այստեղ։ Ռոման ագորա է կոչվում։ Այս ամենալավ նկարներից մեկն է, որ վերևից պարզ երևում է այս ամբողջ տարածքը, հռոմեական ագորան, որը կառուցվել է առաջին դարի սկզբին եւ կառուցումը ֆինանսավորվել է Հուլիոս Կեսարի եւ Կայսր Օգոստոսի կողմից։ Աստված, մեծ ինչ բարձր է, բայց շատ վախենալի է։ Աստեղ գանքն է, ալևություն։ Լավ է լինելու արևը։ Այո, ստաբդող։ Դիթապտուղա, վրենա, հալը նայեք։ Դիթապտղի ծառեր են ու վրան լիքը դիթապտուղա, հեսա, զույթունները։ Տաքշկիրը հրակում են ստեղ։ Հռոմեական ագորան սկզբնապես այն բաղկացած է եղել մեծ բացօթյա բակից, 4 կողմից շրջապատված է եղել սյունաշարերով, արևելյան կողմում կային խանութների շարք, իսկ հարավային կողմում շատրվան է եղել։ Ագորայի ամենատպավորիչ մասը քամիների աշտարակն է, ժամացույց, եղանակային ցուցանակ, արևային ժամացույց, կողմնացույց, բոլորը միասին 8 հուշարձանի մեջ է ներառված։ Այս հունական ավերակների ֆոնի վրա նեղել եկեղեցի կա, հետո շարունակելու ենք այս կողմով, արևը լավ չի լինում, բայց ոչինչ։ Այս որ շատ լավն էր։ Մի կողմից է լավ է, որ քիչ մարդ կա, դու պատկերացնում ես այդ Ակրոպոլիսում ինչ գժանոց է։ Ես մյուս անգամ որ գնամ ամենաառաջինը կգվերցնեմ տոմսը։ Այդ ուրիշ հաս, բայց հիմա գնանք գժանոց։ Ընդհանուր տոմսեր կան, որ միասին ես առնում, մի քանի տեղ միասին առնում ես, զղջեր է լինում։ Ասենք 57-60 դոլար տալիս ես մի 4-5 տեղի համար։ Տեղել է սիրուն, նայ, այս հունական ոճով քարերը, քանդակներով։ Այսա, խալի մասին է խոսքը։ Ստեղել է սյունները, այդերները մաս։ Ինչ պակաս Ակրոպոլիսա, որ։ Ագորա։
Հա, հասկանում եմ, ուզում եմ ասել, ընդ չգնացին գոնեստեղ են գնում։ Ասա famous։ Հա, սա երևի ինչ որ հրապարակ է, էլի։ Այստեղ է։ Նայ, այստեղ էլ է գրված։ Ինչ որ քարի վրա գրված է։ Չգիտեմ, իրանց լեզվով է երևի։ Կատուն, սաղ հեչ։ Ահա։ Կատուներին է նկարենք։ Քամիների աշտարակի եւ այս մզկիթի միջև մի շատ խիստ անհրաժեշտ շենք էր, անունը Վեսպասիան էր, հանրային զուգարաններն էին տեղավորված ուղղանկյուն շենքում, պատերի շուրջ նստարաններով զուգարաններն էին, ներքևը ջրահեռացման խողովակները, կայսր Վեսպասիանոսը վճար սահմանեց հանրային զուգարաններից օգտվելու համար, սա հիմք հանդիսացավ փողը հոտ չունի արտահայտությանը, և զուգարանները սկսեցին անվանակոչել նրա անունով։ Այս զուգարանները առանձին փակ սենյակներ չէին, այլ նախատեսված էին մեծ թվով մարդկանց համար։ Հին հույններն ու հռոմեացիները այնքան էլ քմահաճ չէին այդ հարցում։ Նրանք կարող էին նստել իրենց գործերը անել, այսպես ասած, զրուցել և լսել վերջին բամբասանքները այդ ընթացքում։ Իսկ մեզը համարվում էր իրականում արժեքավոր ռեսուրս։ Հին աշխարհում ամոնիակը օգտագործում էին սպիտակեցնող նյութ որպես և լվացքաթներում այդ մեզը օգտագործում էին որպես լվացքները սպիտակացնելու համար։ Նույն բանը մենք տեսանք նաև Պոմպեյում։ Պոմպեյի ավերակների մեջ, երբ որ հավաքում էին մեզը և օգտագործում էին լվացքաթներում որպես ամոնիակ, սպիտակացնող նյութ։ Այս էլ ցուցատախտակը, որտեղ գրված է այդ իրանց զուգարանի անունը, իրենց կայսրի անունով ու գրված է, որ սա հանրային զուգարաններ են եղել։ Այն կողմից հենց կամաց քայլելով ժամանակ շատ ունենք, ոսնելով եկանք, ինչ տեսանք։ Ակրոպոլիսը բաց ենք թողել, արդեն չանենք, ոչինչ։ Սիրուն, մի վարկյա, ստեղ սիրուն ասյուները, հլնայք, դիրկը շատ լավ է, սյուները հրաշք են, ու լավ սյուները բոլորը զենց հերթով և իրանց տեղում են, չէ, իրանք չեն դրել, ինձ թվում է իրա տեղում են իրանց սյուները, այդտեղ մեջտեղն է հրապարակ ա եղել, Այս 2000 թվի է, նոր չի։ Նայի, այս մասն էլ է լավը։ Չէ, այդքան է փոքր տեղ չէր։ Շատ սիրուն է, հələ նայի, այս կողմն էլ ինձ լավ է։ Ու այնա բանը, որ մարդ չկա, այսինքն ստեղ ենքան շատ են սենց բաները հետաքրքիր։ Որ արդեն սրա վրա ուշադրություն չեն էլ դարձնում ստեղին։ Այս գլխատված են այս սյուները։ Ոստեղ ինչ-որ։ Կարելի է մեջը մտնել, հա, մեջն էլ ես մտնում։ Եկանք հասանք ամենահետաքրքիր տեղերից մեկը, քամիների աշտարակը, ութանկյուն հուշարձան է, բավականին լավ պահպանված է, կողմերից յուրաքանչյուրում կան 8 ֆրիզներ, որոնք պատկերում են հունական դիցաբանության 8 քամիները, դրա համար է կոչվում է քամիների աշտարակ։ Ասում են, որ քամիների աշտարակը աշխարհի ամենահին օդերևութաբանական կայաններից մեկն է եղել, արտաքինից արևային ժամացույց է եղել, ներսում հիդրավլիկ ժամացույց, իսկ վերևում գտնվել է բրոնզե եղանակացույց տվող թևիկներով սարք, որը ըստ քամիների ուղղությունն ու չափն է ցույց տվել։ Okay, սպասի։ Եկանք հասանք այս ցուցատախտակներին, որ կարդանք ինչ են։ Okay, այստեղ կեսը իրանց լեզվով, կեսը անգլերեն։ Arabian anthem, monument.
կառուցվել է աստղագետ Անդրոնիկոս Կիրեստեսի կողմից, ասում են, որ սա նաև օգնել է Ագորայի առևտրականներին իմանալ քամիների ուղղությունը եւ գնահատել Պիրեի նավահանգստից եկող բեռների ժամանումը։ Մեջը մտնելու հնարավորություն կա, բայց հետաքրքիր է, ինչ է ինքը սարքված, իսկ սկզբանը ինչ է։ Գրած էր դա, լավ, ես հետո կկարտամ վիդեո, եթե հանկարծ սխալվեմ սարքեմ, կդնեմ հլա, վերևը նայի։ Վերևում էինք, վերևից նկարեցինք այս մասերը։ Կառույցի մասին, որ ասենք ինչ է իրենից ներկայացնում, այս է։ Ժամանակ after late Hellenic period that possibly dates back to end of 2nd century BC is octagonal plan and Ունական կատուները իրանց տերն են զգում ավերակների վրա։ Մտանք մեջը նկարեցինք, բայց սենց դրսից էլ է հետաքրքիր ինքը նայվում։ Ագորայի հարևանությամբ գտնվում էր Հադրիանոսի գրադարանը, փոքր տարածություն էր, էլի մոտավորապես գինը 10-ից 12 եվրո էր արժեքը, բայց ասեմ, որ մեծ մասամբ տարածությունը արդեն վերևից կամ դրսից երևում էր։ Ես մտածում եմ արժեր էլ մտնել, թե ոչ։ Ու հետո երբ որ ինտերնետում նայեցի, շատերը գրել էին, որ նույնիսկ չարժեր մտնել։ Որ եմ գնում։ Այսի ավելի մեծ է։ Olympion. Okay, որտեղ ենք մենք հիմա գրված է you are here։ Իսկ չգիտենք ինչ է։ Կողքով անցանք բարձրապես, նկարեցինք, բայց մուտքը են կողմն է, մուտքը են կողմից է։ Գրադարանի մեծ մասը արդեն դրսից տեսանելի էր, չարժեր ավելորդ $20 էլ միած դրա համար վճարեինք, մտնենք, այդ երկուսունները նայենք մեջից, դրա համար մենք չմտանք։ Գրադարանը կառուցվել է Կայսր Հադրիանոսի կողմից, 5 գրադարան է, սկզբնապես պարունակել է ավելի քան 17,000 գրքեր, մագաղաթներ, փաստաթղթեր, պապիրոսներ։ Գրադարանը ոչ միայն գրքերի պահոց է եղել, նաև ուսումնական կենտրոն է եղել, երկհարկանի էր, ունեցել է մարմարե սյուներ, որոնց կենտրոնում մեծ խորշում տեղադրված էր Կայսր Հադրիանոսի արձանը, ժամանակին իհարկե ոչ հիմա։ Գրադարանը ունեցել է 2 դասախոսությունների հսկա դահլիճներ, լսարան նստարաններով եւ 2 մեծ ընթերցասրահներ։ Այս նկարում տեսնում եք այդ 5 գրադարանի մակետը։ Լավ խաղող ունեն, լավ մաշքեր ունեն, կուտելիքները։ Շուշ հրապարակային ինչ-որ տեղ է։ Մարդիկ կամած շատացան, ու սենց շատանալու են ամբողջ օրվա ընթացքում, որովհետև հիմա դեռ ժամը 10-ն է, պատկերացրեք։ Նենց անգած չեմ կարողանում նկարել ես եկեղեցին։ Ես կողմից ավելի լավ է։ Եկեղեցին կոչվում է Պանագա Կապնիկարեան, եթե ճիշտ եմ կարդում։ Աթենքի ամենահին եկեղեցիներից մեկն է, 11 դարերի պատմություն ունի, հին տաճարի ավերակների վրա է կառուցվել։ Տարիների ընթացքում այս եկեղեցին բազմաթիվ փորձությունների միջով է անցել, դիմացել է թուրքերի կողմից
գրոհման, հրետակոծմանը եւ նաեւ քաղաքաշինարարների կողմից, երբ որ ուզեցել են 19-րդ դարում քանդել այս եկեղեցին։ Քաղաքաշինական նպատակներով այս եկեղեցին անհարմար դիրքում էր եւ որոշել էին քանդել այս եկեղեցին, սակայն 1834 թվականին փրկվել է Բավարիայի թագավոր Լյուդովիկ I-ի միջամտությունից հետո։ Մենք եկեղեցին չմտանք ժամանակի սղության պատճառով, մի քանի նկարներ ես ուղղակի հիմա կդնեմ, դուք տեսնում եք դա, ասեմ, որ եկեղեցու մուտքը անվճար էր, նվիրատվություն էին ուղղակի պահանջում, եթե մտնեիք, ու կարծեմ պետք է ծածկվեիք մտնելուց առաջ։ Ները բնական են, դա արհեստական են, ես ինքան դուրում են։ Այսենց աթոյնքի փողոցներով ոլոր-մոլոր թապարեցինք, լավ է մեր ինտերնետը միացրեցինք, հալապես շատ կկորեինք, մինչև գտանք Հադրիանոսի կամարը։ Հադրիանոսի կամարը բաժանում է երկու տարբեր աթենքներ։ Եկանք մի կերպ գտանք, այս կամարը ես տեսել էի, հոպով բասը բերում է մարդկանց, իջացնում աստեղ, հետո մարդիկ շրջակայքման են գալիս, հետո այդ նույն հոպով հետ են գնում։ Հիմա մենք ինքնորեն ոտքով եկանք ստեղ։ Ես շատ եմ տեսել, որ նայում էի, ուր գանք, ոնց գանք, այս կամարը ամենտեղ կար։ Հռոմի կայսր Հադրիանոսը կամարներ է թողել իր այցելած բազմաթիվ քաղաքներում, այս կամարն էլ այդ կամարներից մեկն է։ Հադրիանոսի կամարը ամբողջությամբ կազմված է պենտելական մարմարից, սակայն այլ նյութ չի օգտագործվել, ցեմենտ կամ այլ նյութ, որ միացնի, եւ դրա փոխարեն քարերը միացված են իրար հետ հատուկ ամրացուցիչների միջոցով։ 18 մետր բարձրություն ունի, 13.5 մետր լայնություն, 2.3 մետր խորության կամար է։ Այն պատրաստված է մարմարից եւ հնարավոր է, որ այդ խորշերում եղել են ժամանակին արձաններ կանգնեցված։ Ասում են, որ Հադրիանոսը ինքը մասնակցել է այս կամարի բացմանը, դրա միջով անցել է, գնացել է, երբ որ բացելուց են եղել Զևսի տաճարը, եւ ասեմ, որ կամարի երկու թևերում տարբեր բաներ է գրված։ Մի կողմում գրված է «Սա աթենքն է Թևեսի քաղաքը», իսկ կամարի արևելյան կողմում, որը նայում է տաճարին, Զևսի տաճարին, գրված է, որ սա Հադրիանոսի քաղաքն է, ոչ թե Թեսևսի։ Գոնե արձանները նկարենք, հա, լավ է սիրուն արձանը։ Ես ինձ սիրունիկ աղջիկա։ Եվ իրանց Վարդան Մամիկոնյանն է, ուղղակի թուրա դրութանել է։ Հատեմ էտ Զևսի թեմպլն է, որ ասում են Զևսի թեմպլ է սա։ Շատ բան չկա թեղ նայելու, ինչքան գիտեմ։ Ստեղ եվս մեզ խապեցին, Զևսի տաճարում գինը մոտավորապես 20 եվրո էր, ասեմ ձեզ ոչինչ չկար նայելու, մանավանդ, որ վերանորոգում էր գնում եւ մի քանի սյուն, որ իրար կողք սիրուն նկարներում դրված էր եւ ես տեսել էի, այդ սյուները նույնիսկ ծածկված էին ու մենք այդ հմայքը չտեսանք այդ սյուների։ Ընդամենը վճարեցին 20-ական, 20 դոլար, 40 դոլար, 2 սյուն տեսանք ու դուրս եկանք։ Ենթադրվում էր, որ մի այսպիսի տեսարան պետք է տեսնեինք, բայց ցավոք սրտի վերանորոգման պատճառով մենք այս չտեսանք։ Այս տարածքի անունը Օլիմպիո է եւ իբր այն նվիրված էր Զևսին, սակայն իրական պաշտամունքի կենտրոնը Հադրիանոսն է եղել։ Դժբախտաբար Օլիմպիոն երկար չի գոյատևել։ Աթենքի Օլիմպիոնը կառուցումը ավարտել է կայսր Հադրիանոսը։ Պարունակել է իր մեջ երկու հսկայական արձաններ՝ Զևսի արձանը եւ Հադրիանոսի արձանը։ Տարիների ընթացքում տաճարը թալանվել են, արձանները փլուզվել են
ոչնչացվել են տարիների ընթացքում և դարձել են այսենց ավերակներ։ Ամենասարսափելին այն է, որ այս հսկայական գեղեցիկ սյուները օգտագործել են որպես քարհանք։ Քարի արտադրության համար են օգտագործել սյուները ընկած։ 1436 թվականին 104 սյուներից մնացել էր միայն 21-ը։ 1759 թվականի ապրիլին Աթենքի թուրք նահանգապետը պայթեցրել է մեկ սյունը և իր կառուցած մզկիթի համար որպես կիր օգտագործել։ Քարերի և սյուների մեծ մասը օգտագործեցին որպես շինանյութ նաև Աթենքի այլ շինություններ կառուցելու համար։ Տեսեք, մենք եղանք այս կամարի տակ եկանք մենք։ Այս կամարի տակ մենք նկարվանք, առաջ ոչխարներն էին գալիս նկարվում, նայի։ Հիմա մարդիկ են նկարվում։ Այս էլ է Զևսի տաճարն է, նայի։ Հիմա վերանորոգում են կա, տեսեք։ Լավ ժամանակ չենք եկել։ Place to not touch-ից նկատի ունի այս քարերին։ Okay, մի քիչ մոտենանք նկարենք։ Մուտքն է սա։ Որ արի մի հատ կողքով գնանք։ Արի պտտվենք, որտեղ արևը շատ վատ դիրքով է։ Նկարները, վիդեոները դուրս չեն գա, եթե sense մի անգամից ուժ արևին նկարել։ Այդտեղ ամեն վերանորոգում է գնում, լավ չի երևում, շատ սիրուն է ինքը եղել։ Նայ, հələ պատկերացրա այդ վանդակները չլինեին։ Սյունները ինչքան սիրուն կլինեին։ Բայց ցավոք սրտի հիմա այդ վերանորոգումն է, ու այդ գեղեցկությունը մենք չենք կարողանա տեսնել։ Պաստորեն $20 սահմանվել էր գինը, այսենց այս տարածությունում ազատման գալու համար, ու մեկ էլ այդ 4 հատ հինքացյունը, որ վերակառուցման ընթացքում է, փակած ճաղավանդակների տակ, այդ նայելու համար։ Բայց նայի, հիմա այդ վերանորոգման ընթացքում ոչ սյուններն են ներևում, ոչ են մյուս բաներն են ներևում։ Ինչ են այդքան թանկ արեք, հոներս ընթացքում մի քիչ էժանացնեին գինը։ Ու ամեն քայլափոխուն մի հատ չէր, որ ասենք մի հատ $20 է, եղած է ինչա։ Մյուս տեղն ես գնում էլի $20, մի հատ երկու հատ սյուն է։ Մյուս տեղն ես գնում էլի $20 կամ $15, 12 եվրո։ Այս է այս տեղը։ Եղանք։ Իսկ հիմա միացրեք ձեր երևակայությունը ու պատկերացրեք, որ այս 2-3 սյուները, որ հիմա դուք տեսնում եք, ժամանակին եղել են այսպիսի հսկա տաճարի տեսքով։ Հələ տես են սյունը քանի կտորիա ջախջախվել։ Տեսնում ես։ Հələ են սյունը քանի կտորիա բաժանված։ Այդ երևի կամած կմիացնեն, մի հատ սյուն կսարքեն։ Տես են վերևի մասն է, նայի հələ։ Են սյունը վերևի մասը, այսենց քանի կտոր իրար միացրել են։ Հուսանք այս վերանորոգումից հետո այստեղ մի քիչ ավելի տեսքը սիրուն կլինի։ Էսա ուրիշ բան չկա, մեկ է այս սյուներն են, որ մի քիչ երևում է լավ, էտա ուրիշ չկա։ Մնացածները սենց քարի կտորներ են, ու այս մասներ արդեն շակայտով չեն կարող գնել։ Սյուների հատվածներն են։ Թեմպլից մնացած, տաճարից մնացած սյուներից հատվածներ են։ Ուզում եմ ուղղակի նկարել իմ համար հետագայում,
Դե ինչ սխալներ արեցի ստեղ գալուց, որ հաջորդ անգամ որ գա, այդ սխալները ես չանեմ։ Առաջինը, պետքա վերցնեինք նավից էքսկուրսիան, նավից, ավելի safe էր, ավելի նորմալ գնի էր։ Այդ մեկ, երկրորդը, Ակրոպոլիսը պետք է անպայման գալ։ Եթե Աստվածտան մի անգամ ևս կամ Հունաստան ատենք, պետք է անպայման Ակրոպոլիս կամ, բայց պետք է Տոմսը շաբաթներ առաջ, նույնիսկ մի ամիս առաջ առնել։ Կամ սայտից, կամ վիատուրով կարելի էր պատվիրել։ Երկրորդ տարբերակը էդ էլ է ձևի։ Էլ ինչ։ Այդ դեպքում կարելի էր տաքսի վերցնել։ Տաքսի մոտավորապես 25-30 դոլար է, տաքսիով ասենք գալ Ակրոպոլիս, Տոմսը արդեն ունեինք, կմտնեինք։ Բայց մենք Տոմս չունեինք եւ առավոտյան Տոմս չկար, 1-4-5-ի կողմերն էին այդ Տոմսերը, որոնք մեզ դեռ չէին տալիս, որտեղ մենք վերադառնայինք նավը, այսքան ժամանակ չունեինք։ Այդ էլ երկրորդը։ Կարևոր բաներից մեկը։ Եվ պետք է հատուկ կոշիկներ հագնել, հատուկ այն ձևի, որ չսահեն, նույնիսկ ամեն բոթաս չէ, որ այդտեղ անցնում է, պետք է նենց բոթասներ հագնես, որ չսղան, որտեղ ահա որ սղլիկ են, այդտեղ փողոցներ կան եւ մանավանդ Ակրոպոլիսը, նույնիսկ տաքսու վարորդը մեզ զգուշացրեց, որ շատ եղեք, շատ սղլիկ է այդ վրայի մրամրը հատակի։ Այդտեղ էլ մի քիչ ավերակներ կան։ Որ classical house ա եղել սա, classic իրանց տներից մեկն ա եղել։ Տուն ա եղել, տան հատակագիծ ա, հատկեացեք սենց, հիմքն ա։ Նայնք ստեղ ինչ կա։ Ստեղ ինչ ա վերած։ Roman baths, Ոստեղ Roman բաղնիքներ։ բաղնիքներն ա եղել, հոքեյ։ Փակած ա, շատ մոտ էլ չեն կարա գնանք։ Եվ նստել են, խողովակներով ինչ-որ ջուրն ա գնացել, ոնց որ շատ տեղերը։ Թռչուններն են երգել են երևի, իրանք լողացել են։ Աղնիկն ա եղել, այդ խողովակներ են եղել, ինչ են եղել, որ միջով ջուր ա գնացել։ Չէ՞։ Տաքսին ա այդ բանը։ Okay, հիմա նայենք ինչ է։ Գրած ա իրանք։ Բանը, որ ես հիշեցի նոր, որ ուզում էի ասել, հասել մի քանի սխալներ արեցինք, վերջի սխալն են, որ մենք գիտեինք, որ ոչ Տոմս ունենք, ոչ քաղաքի գիտենք, մենք տաքսիով չպետք գայինք։ Պետք է սպասեինք, ընդեղ կարող ա եւ որտեվ ես տեսա 2-3 հատ մեծ վեն մեքենաներ էին, սպասում էին մի քանի հոգի հավաքվել։ Հիշում ես, որ նստանք տաքսի միջից ասեցի։ Կամ է պետք է սպասեինք, այտենց այդ ձևի մարդկանց հետ միանալով, շերվեր անելով, կիսելով այդ վենի։ Չէ, ասենք էքսկուրսիա, ոչ թե բերեր, թողներ գնալ։ Դրանք տարբեր բաներ էին։ Ոչ իմ ես ընդեղ մի քանի կոնկրետ կետեր նշեցի, որ ասենք այս սպորտի համար պետք է անել, կամ մյուս անգամ պետք է անենք։ Տարբեր տերմինալներ կան, ու մեկը մյուսից բավականին հեռու են։ Օրինակ, այս մենք Y12-ում ենք, Y12-ում ենք կանգնել, հիմա ստեղից մեզ տանելու են շատլ բասով դեպի կարնիվալի նավը։ Պետք է միշտ ուշադիր լինեք, թե որ մասում եք դուք կանգնել, ու դեր տերմինալը որն է, որտեղ շատլ բասը կանգնում։
Առաջինը չնկարեցինք, գոնե երկրորդը նկարենք։ Սոպիկ էր առաջինը։ Ինչ ա, ձուկա, հա, կոնը։ Չէր է, բայց ձուկը տակնա։ Չեմ զգում, մեր նավն ա շարժվում, թե ես մյուս նավը, բայց բոլորը իրար ձեռքով են անում։ Բուֆետի պատրանության նկարը քիչ է, բայց ոչինչ։ Այս հիմա մենք ենք շարժվում։ Իրանք մեզ են ձեռքով անում, մենք իրանք։ Ծուլանում եմ ելնեմ, դասես նկարեմ, պատորանը մի քիչ կեղտոտ է, ոչինչ։ Հեսա։ Բոլորը իրար սենց շուր ձեռքերով են անում։ Հետաքրքիր թուրքիշ, հա? Հետաքրքիր բաներ են վաճառում։ Այսօր բաղորն էլ ավարտենք այս նավի արևամուտքով, բավականին հագեցած լավ օր էր, հետաքրքիր ժամանակ անցկացրինք Աթենք քաղաքում, Հունաստանում։ Այս քաղաքում առաջի անգամ էինք, ամեն ինչ մեր համար հետաքրքիր էր։ Հուսանք հաջորդ անգամ որ գանք ավելի պատրաստված կլինենք։ Իսկ հիմա նայեք նավից մեր արևամուտքը։